այլ ընտրանքը Հայաստանի լքումն է։ Երբ որ կա դժվարություն Հայաստանի լքումն է, այսօր էլ մենք ունենք այդ իրավիճակը։ Հիմա մենք լուրջ մարտահրավերների առջև ենք կանգնած, այդ թվում այս 29000-ը թե ինչքան է տարբեր թվեր են ասում 29800, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանական թեզով, այս հա 8-ից պակը 700 չգիտեմ ինչքան, այդ տարածքը վտանգված է։ Ես հեսա կանրադառնամ ադրբեջանցիների Ալիևի հերթական դրսևորումներին կապված այս տարածքի նկատմամբ նկարտումների։ Վտանգված է, բայց այս տարածքի համար վտանգը մեր առօրյա կյանքում չի երևում, չէ՞, որովհետև մարդիկ ապրում են իրանց կենցաղով։ Մարդկանց ճնշող մեծամասնություն կարող է դժգոհ է այս իրավիճակից, բայց պատրաստ չի իր հարմարվետության գոտուց դուրս գալու։ Այդ հարմարվետության գոտին կարող է շատ մեծ չի, փոքր անգամ հարմարվետության գոտուց չի ուզում դուրս գա։ Մի մասը հանրության, հայ կոչվող հանրության մասնակցում է որպես շահառու պետականության եւ ինքնության համընթաց կործանմանը, մյուս մասը իր հարմարվետության գոտում, սա ճնշող մեծամասնությունն է, ապրում է դժգոհ է իրավիճակից, բայց ապրում է չի ուզում այդ հարմարվետության գոտուց դուրս գա, այսինքն նորից զոհողություն ասել, այսինքն նկատի չունեմ ֆիզիկական զոհը պարտադիր, որևէ զոհողության պատրաստ չի, ճոխ բառ ասեմ, հանուն հայրենիքի, հանուն հայոց պետականության, եւ այնտեղ վերջում մնում է ենթանք 5%-ից պակաս են իմ ասած նեղ ազգայնական շերտը, որը տարիների ընթացքում, տասնամյակների ընթացքում հետևողականորեն բերվել է մի վիճակի, որ նա ունի լրջագույն ռեսուրսի խնդիր, լրջագույն, այսինքն նրան զրկել են լրջագույն ռեսուրս, ես շատ հեռու չեմ ուզում գնալ, մի հատ շատ պարզ բան ասեմ, օրինակներ վերցնեմ ինձ, ուրեմն փոքր նախաբան կանեմ, ուրեմն Ամերիկայում պետ դեպարտամենտի պետ քարտուղարության բյուջեի շրջանակում Ռուբիոն պետ քարտուղար հայտնաբերել է 50 միլիոն անոց գումար նախատեսված, որը պարբերական է եղել, որը վերաբերվել է այն ուժերի կամ այն անձերի ինքնաարտահայտման սահմանափակմանը, որոնք չեն եղել լիբերալ դաշտում։ Դա կարող են քաղաքական ուժեր, դա կարող են մարդիկ, դրանով զբաղվել է պետ քարտուղարությունը, դուք պատկերացրեք։ Այսինքն դա տարածվել է, դրա անունը fact checking է, այսինքն փաստերի ստուգում, տարածվել է ամբողջ աշխարհով մեկ։ Ենթադրենք օրինակ բանը, Facebook-ը, YouTube-ը եւ մնացած այդ մեջ ցանցային բաները, աշխարհի տարբեր կետերում ունեն այսպես ասած fact checking կետեր։ Երբ որ Թրամփի իշխանությունը եկավ, առաջի բաներից մեկը որ եղավ այդ տիրույթում, դա Ցուկենբերգը ճանաչեց այդ փաստը, ասեց, այո, մենք դա արել ենք։ Դա եղել է պետության հրահանգ եւ մենք դա արել ենք։ Ոչ լիբերալներին հնարավորություն չենք տվել շրջանառվելու, ինքնաարտահայտվելու եւ այլն։ Եվ այո, մենք ամբողջ աշխարհի բոլոր կետերում, Հայաստանում այդ թվում, ունեն այդպիսի միավորներ։ Հիմա Ամերիկայում դա վերացվեց, բայց աշխարհում մեկ դա չի վերացվել։ Օրինակ Հայաստանում դա պահպանվում է։ Եվ կա ընկերություն, մեդիա հայտնի ընկերություն, CivilNet, ասեմ անունը, որի շրջանակում եղած կազմակերպության միջոցով այդ fact checking-ը Հայաստանում շարունակվում է։ Եվ օրինակ ես, որովհետև ես լիբերալ դաշտում չեմ գործում, ես ազգայնական դաշտում եմ գործում, իմ համար հայրենիքը դա միայն Արագածը չի, նաև Արարատն է, ես պահանջում եմ եւ պայքարում եմ նրա համար, որպեսզի մեր ցեղասպանությունից եւ հայրենազրկումից կորուստները վերականգնվեն, ժամանակի ընթացքում հատուցում ստանան ամենայն դեպս։ Ես զրկված եմ օրինակ այդ համացանցային տիրույթում ինքնաարտահայտվելու հնարավորություն սահմանափակված է, պայմանական բան ասեմ, օրինակ իմ գովազդի հնարավորությունը փակված է ընդհանրապես։ Եվ փակված է ոչ թե մի օր, ոչ թե մի ամիս, տարիներ։ Այսինքն պարզագույն հիմա համացանցվա, չէ՞, մարդիկ ճանաչել են դառնում, հանրաճանաչ են դառնում։ Շրջանառումը այն ելույթների, այն քննարկումների, հաղորդումների, որը վերաբերում է իմ կամ իմ նման են, սահմանափակվում է։ Սահմանափակումը տեխնիկապես, որի տակ դրած է գաղափարաբանություն։ Սրանք լիբերալ չեն։
Սրանք գլոբալիստ չեն, սրանք ազգայնական են, ուրեմն վտանգավոր են։ Մեր համաշխարհային իշխանությունը գլոբալիստների եւ լիբերալների, լիբերալ դեմոկրատ, լիբերալ ֆաշիզմը վտանգվում է սրանց գոյությամբ։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը այսօրվա գործող Նիկոլյան վարչակարգը իր մեջ ունի եւ դա իր առանձնահատկությունն է նախկին վարչակարգերից, իր մեջ ունի 3 ուժերի սինթեզ, ինքը իրանց ներկայացնում 3 ուժերի սինթեզ։ Դա ռուսական գործակալական ներկայացությունն է, դա թուրքական կամ թուրքադրբեջանական գործակալական ներկայացությունն է եւ գլոբալիստական ներկայացությունն է։ Եվ այս 3-ը սինթեզ են եւ ձևավորվել է Նիկոլյան վարչակարգը։ Բոլոր 3 այդ վարչակարգի մեջ ներկա են։ Ինչ որ պահի մի թևն է մի քիչ ուժեղանում, ինչ որ պահի մեկ ուրիշը, բայց բոլոր 3-ն էլ ներկա են, առկա են եւ բոլոր 3-ն էլ հետևողական պայքարում են ճակերտներում Նիկոլ Փաշինյանը ասած իրական Հայաստանի համար ճակերտներում, որը ոչ հայկականությունից զերծ Հայաստանն է։ Իսկ որքանով է դա կենսունակ Հայաստանի պայմաններում։ Դա կենսունակ է այն իմաստով, որ դա նորից եմ կրկնում։ Վերարտադրվելու տեսանկյունից եմ ես հարցնում։ Նորից կրկնեմ, այսինքն Հայաստան երկիր բանով ցուցանակով կարող է պահպանվի, բայց ինքը էության բովանդակության բացարձակ հայկական չպետք է լինի, դա է նպատակը։ Պետք է իրողության հետ առերեսվել։ Պետք է այն ինչ որ մենք ունենք, դրա հետ առերեսվել։ Դա մեղավորության խնդիր չի։ Չկա տենց խնդիր։ Ի վերջո ժողովուրդը դա այն մասն է մեր հայության, որը պետք է ուղղորդվի։ Եվ պետք է ուղղորդվի վերնախավի կողմից։ Եվ ի դժբախտություն նորից մեզ կա վերնախավ եւ կա անտրանի, դրանք տարբեր բաներ են։ Ի դժբախտություն մեզ մեր վերնախավը կամ էլիտան, ինչպես սիրում են ասել հաճախ, ինքը ընտրանոց չի ձևավորված։ Այսինքն այն վերնախավը, որ փաստացի այսօր ունի իշխանություն Հայաստանում, եւ տիրում է Հայաստանը, այդ վերնախավ կոչվածը ինքը կրկնվեմ իշխանական համակարգն է, որը ապազգային է, հակապետական է, կորպորատիվ է, սպասարկում է օտարի շահերը եւ հակահայ է ի վերջո։ Հիմա պարբերաբար տասնամյակներ շարունակ, հարյուրամյակներ, եթե կուզեք շարունակ, մեր վերնախավը այդպիսին է եղել։ Երբ որ դուք դիտարկում եք օրինակ հայտնի մենք հաճախ նաև բան ենք անում, չէ՞, հապարտանում ենք։ Հայտնի տնտեսական առևտրային գործիչներ ենք ունեցել։ Գյուլբեկյան, Մանթաշև եւ այլն։ Հիմա որտեղ է Մանթաշևի կൂട്ടակային այդ կապիտալը։ Որտեղ է։ Չկա, հոց ցածնդել։ Որտեղ է Գյուլբեկյանի այդ կൂട്ടակային բանը։ Չկա, հոց ցածնդել։ Ինչի։ Որտեղ չի ունեցել ազգային բովանդակություն, որտեղ ոչ Մանթաշևը, ոչ Գյուլբեկյանը, ոչ Արամյանցը, ոչ մեկը բացի բարեգործությունից, որը եւ արել են, պետականության ձևավորման համար փաստացի ուղիղ մասնակցություն չեն ունեցել։ Ես այդտեղ մի անգամ ասել եմ, կկրկնվեմ, բերեմ Ռոթշիլդի խոսքերը, իսկ Ռոթշիլդի այդ կൂട്ടակային ընտանեկան կապիտալը տրիլիոններ են։ Ինչ ասում Ռոթշիլդ մեծը, այսինքն այն Ռոթշիլդը, որը դրա հիմքերում է կանգնած եղել, ասում է հետևյալը. ճիշտ է, եթե ես չլինեի սիոնիզմը, տեսեք, ազգայնական գաղափարաբանությունը, սիոնիզմը չէր ունենա այն արդյունքները, ինչ որ ունեցավ, բայց մյուս կողմից, եթե չլիներ սիոնիզմը, ես չունենա այն արդյունքները, որ ես ունեցա։ Այսինքն իր գործունեությունը, առևտրային գործունեությունը, առևտրային, բանկային, վաշխառական, չգիտեմ, ինչպես ուզում եք ձևակերպեք։ Նա չի դիտարկել ազգային նպատակներից դուրս եւ աջակցություն է ցույց տվել, բացարձակ աջակցություն է ցույց տվել ազգայնական հրեական գործունեություն, որի արդյունքում եղավ ձևավորվեց այսօրվա Իսրայելը։ Բայց մյուս կողմից ինքը ասում է, եթե դա չլիներ, ես չէի լինի այն ինչ որ ես, այսինքն դա փոխկապակցված է, դա իրարից չի կարելի տարանջատել։ Ազգային հաջողությունը, ազգային անհատները չի կարելի տարանջատել ազգային պետության հաջողությունից։ Դա փոխկապակցված է։ Մեղավորության մասին չի խոսքը։ Ժողովուրդը ուղղորդվող մասը հայության տվյալ դեպքում հանրույթի ուղղորդողների խնդիրը կա։ Ուղղորդողները ուղղորդում են առ տարբեր, եկեք
լավ ուտենք, լավ խմենք, առաջնային փոփոխության ենթակա բանը դա հայկական Հայաստանում տիրող վերնախավի իրական արմատական փոփոխությունն է, այսինքն վերնախավը պետքա ընտրված լինի, պետքա ձևավորված լինի, կներեք ընտրված բառից համար, ձևավորված լինի ընտրանուց, այսինքն հայկական տիրող վերնախավը ինքը չունի ազգային պետության ազգայնական նպատակների բովանդակություն, պետքա դա փոխել, եւ այդ պարագայում դա իհարկե սերունդների խնդիր կլինի, բայց այդ պարագայում, այո, դա ժամանակի խնդիր, բայց այդ պարագայում միայն դա հնարավոր, այսինքն քանի դեռ ազգայնական ուժերը Հայաստանում չունեն իրական իշխանություն, այս վիճակը շարունակվելով ավելի է վատթարանալու։ Դե Ռոթշիլդն է հայկական, չէ՞։ Ուր է հայկական Ռոթշիլդը, մի հատ անուն տվեք, որ այդ նպատակների համար է պայքար, ազգայնական, ոչ թե Ռուսի, Թուրքի կամ չգիտեմ ուզբեկի հետ հարաբերությունները կարգավորենք, բանանենք, ոչ թե Արարատը փոխարինենք Արագածով, այլ պայքարման նրա համար, ոչ թե ասվի, որ մենք հո գիժ չենք, որ Արարատը պահանջենք թուրքերից, վերջերս է ասվել, մենք հո բան չենք, անմեղսունակ չենք, որ Արարատը պահանջելու է թուրքերից, դա ծրագրային դրույթ է լինելու, ժամանակի մեջ, ժամանակը կլինի տասնամյակներ, հարյուրամյակներ, կարևոր չի, դա որպես իղջ, որպես պահանջ, որպես մեծն Չարենցն է ասում, որպես անհաս փառքի ճամփա, դա պետքա լինի քո պահանջատիրության մեջ, դու չես կարող հրաժարվել եւ մնալ հայ քո բնորանից, չես կարող հրաժարվել հայկական բարձրահավանդակից, չես կարող, այդ դեպքում դու այլևս հայ չես, Այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը եւ Նիկոլ Փաշինյանի հետ միասին այդ իմ ասած մնացած սյուները անում են, դա հայության եւ հայկականության վերջն են ուզում, վերջնական հանգրվանին են ուզում բերել, ոչնչացման հանգրվանին են ուզում բերել։ Չես կարող լինել, եթե դու պայմանական Արցախը, Նախիջևանը, Վանը, Արդահանը, չգիտեմ, հայկական քո տարածքները քո իղձերի մեջ եւ քո երկարաժամկետ դարերի ծրագրերի մեջ չունես վերադարձնելը։ Չես կարող դու հայ մնալ։ Քո հայկական բովանդակությունը այլ է սերվում է, կրավորական է եւ բերվում է սպառողականության, այն ինչ որ այսօր կա։ Դառնում ենք եւ կանք սպառողական հասարակություն։ Պայքարը իրենց մեջ, հա, այդ ներհամակարգային տիրույթում իրական է։ Դե հա, բայց ներհամակարգային տիրույթում այդ պայքարը իրական է։ Ինչի համար է այդ պայքարը։ Էլի գուցեև։ Չէ, իրական է։ Ինչի համար է այդ պայքարը։ Այդ պայքարը նրա համար է, որ այդ երեք ուժերից մեկը կամ ենթադրենք որևէ ներսից էլի որևէ ուժ ձևավորեն, իրենք այդ բանը իշխանության փոխանցումը լինի դրանցից մեկին, ով կվերցնի, դրա համար պայքարում են, որովհետև դրանից է բխած, ես հաճախ եմ դա ասում, թե օրինակ պղնձա մոլիբդենայինից եկած բարիքը ում կհասնի։ Երկու աթոռ է, 3 խաղացող, հա։ Դե մի աթոռ է, 3 խաղացող տվյալ դեպքում, ում կհասնի։ Եվ բայց եթե հանկարծ, այնքան իշխանության փոխանցում կլինի ներսում, բայց եթե հանկարծ դրսից արտահամակարգային միաբանում լինի ուժերի, որոնք ոչ թե կոնկրետ այսինչին են անձին են մերժում, օրինակ Նիկոլ Փաշինյանին, այլ մերժում են համակարգը իշխանական ընդհանրապես այդ երեքը միաբանվելու են եւ այդ արտահամակարգային ուժերի հախից փորձ են գալ։ Տեսեք, այդ մի աթոռ եւ երկը շուրջը պատտվել է էլի լավ ձևա բաներ, տեսա Վիզուալ լավ ձևակերպեցիք, բայց այդտեղ մի հատ կարևոր բան պետք է նշել անպայման, ես ասացի, որ այս իշխանական համակարգը սպասարկում է օտարի շահերը, այդ բանին, այդ միջոցառմանը, այսպես ասած, մասնակցում է նաև օտարը, որը վերահսկում է այդ եւ իշխանական համակարգը եւ այն զարգացումները, որոնք միացնում կամ անջատում կամ փոխում երաժշտության բովանդակությունը, հա, եւ այդ օտարների մեջ էլ այսօր որոշակի պայքար կա։ Դա ռուսական օտարն է առաջին հերթին, որի շահերը միշտ դարերով Հայաստանում պաշտպանվել է, դա թուրքական օտարն է, դա գլոբալիստական օտարն է, ինչ-որ ասի, նրանց մեջ է պայքար կա, բայց ընդհանրությունը, էլի մի արժեք, այսինքն ընդհանրությունը հայկական պետականության ավարտն է։ Սա է ընդհանրությունը եւ ներքին խաղացողների եւ արտաքին խաղացողների։ Սա պետք է անպայման նշել, որտեղ այդ հարցում, որ հայկական պետականությունը պետք է ավարտվի, հայկական գործոնը պետք է վերջնականապես գոյություն չունենա, գոյությունը պետք է փակվի։
այդ ընդհանրությունը կա, այնպես որ այդ պայքարներով հանդերձ իրանք ունեն ընդհանուր Լավ, ում է նպատակ։ պետք, որ պետականությունը այնուամենայնիվ մնա։ Դա պետք է հայությանն, հայկականությանը եւ ազգայնական մասին հայության մեջ եղած, որը ինչպես եւ ասի շատ նեղա, ինքը փաստացի մարգինալ է։ Բայց ինքը ունի շատ մեծ ներուժ։ Ստեղ երկու խնդիր կա նպատակների շուրջ միաբանում, որը գործընթացը, որը ընթանում է, բայց շատ դանդաղ եւ շատ մեծ դժվարությամբ, դեռ մյուս խնդիրը դա ռեսուրսների որոշակի կուտակումն է։ Ռեսուրսների որոշակի կուտակումը, որովհետեւ դա շատ կարեւոր է, որովհետեւ այսօր պայքարելու համար, հանրաճանաչ լինելու համար, քու գաղափարների շրջանառության մեջ լինելու համար, մարդկանց միաբանելու համար որոշակի ռեսուրսներ են պետք նորից թվարկել։ Դա գաղափարաբանական ռեսուրսն է, դա ինստիտուցիոնալ ռեսուրսն է, դա նյութական ռեսուրսն է, դա մարդկային ռեսուրսն է, դա մեդիա ռեսուրսն է։ Սրանք այն հիմնական ռեսուրսներն են, որի մինիմում առնվազն մինիմումը անհրաժեշտ է, որպեսզի այդ միաբանումը լինի արդյունավետ եւ իրական պայքարը համակարգի դեմ, արտահամակարգային ազգային ուժերի հետ լինի հաղթանակին միտված։